Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին ժամը 1:25-ից 12:55 ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայկական փորձագիտական քաղաքական դաշտը ու հասարակությունը քննարկում են նախ եւ առաջ ոչ թե համաձայնեցված փաստաթղթի բովանդակությունը, որն ի դեպ հրապարակված չէ, այլ այն հարցը, թե արդյոք Ալիևը որևէ թղթի տակ ստորագրություն կդնի, երբ նրա հռետորաբանությունը լիովին այլ բան է հուշում։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ռեժիմով հերքում է Բաքվի ստերը, թե սահմանագոտում հայկական կողմը կրակ է բացել։ Եվրամիության դիտորդական առաքելությունն էլ հայտարարեց, իրավիճակը սահմանին մնում է հանգիստ, արտառոց ակտիվություն չի նկատվում։ Ալիևի այս ձեռագիրը մեզ լավ հայտնի է, արդյոք նորից սադրանքի հող է նախապատրաստում։ Ամեն դեպքում խորհրդարանի նախագահը կարծում է դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար։ Ալիևն ասել էր, թե հայկական կողմի նկատմամբ զրոյական վստահություն ունի։ Այս փուլում ես չեմ կարծում, որ նման քայլի կգնա, նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է եւ ակնհայտ է Եվրոմիության դիտորդների գնահատականը եւ դե աշխարհը Ադրբեջանի Telegram ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքները կազմում։ Հայաստանի համար վտանգավոր կետ չկա փաստաթղթում, շարունակում է ազգային ժողովի նախագահը, պարզաբանում է, եթե նույնիսկ վտանգավոր կետեր կան, ապա դրանք երկուսի համար են, որովհետև բոլոր կետերը երկկողմանի են։ Այդ դեպքում ինչու էր Ադրբեջանը ամիսներ առաջ շարունակ զիջումներ պահանջում, իսկ Հայաստանը հրաժարվում համաձայնել այդ կետերին։ Քաղաքագետը կարծում է, ամենայն հավանականությամբ Հայաստանի իշխանությունը ծանր ու թեթև է արել, թե ավելի մեծ վտանգ է պահանջներին չհամաձայնելը, թե համաձայնելը։ Արդյունքում եկել են եզրահանգման, որ ավելի քիչ վտանգավոր է համաձայնել ադրբեջանական պահանջին։ Ասում է, պարզ է, որ պահանջներն այս ընթացքում հայկական կողմի սրտով չեն եղել։ Եվ պարզ է, որ եթե մենք ընդունել ենք, ոչինչ չանցնում, դա մեզ համար դարձել է ավելի ձեռնտու։ Պատմաբար ենթադրում եմ, որ որոշում ընդունումների գտել են, որ մերժումը ավելի ծանր բացական հետևանքների կհանգեցնի, քան պահանջների ընդունումը։ Վերադառնալով այն հարցին, թե արդյոք Ալիևը կստորագրի փաստաթուղթը, քաղաքագետը հիշեցնում է, անկախ փաստաթղթի բովանդակության համաձայնեցումից Ադրբեջանը շարունակում է նաև հիմա նախապայմաններ առաջ քաշել, մեծ հաշվով երաշխիք չտալով, որ եթե տեքստը համաձայնեցված է, ապա ստորագրումը մոտ է։ Ինչ վերաբերում է սահմանին հայկական սադրանքի մասին կեղծ լուրերին, ապա այստեղ դարձյալ նորություն չկա։ Քաղաքագետը համոզված է, Բաքուն բաց է պահում հավանական ռազմական ագրեսիայի պատուհանը։ Արվում է, որպեսզի ցանկացած բան, երբ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը որոշում ընդունի կամ ինքը հանգի եզրակացության, որ եկել է պահ ռազմական գործողությունների վերսկսման, որպեսզի ֆոնը լինի նպաստավոր ետնի վրա իրական փոփոխություններ չկան։ Այո, մենք ունենք համաձայնեցված հրապարակված տեքստ, բայց բեմի ժամանակ ունենք իրավիճակ, երբ եթե Ադրբեջանը չփոխի իր դիրքորոշումը, ապա այս համաձայնագրի ստորագրումը լավագույն դեպքում հնարավոր է առնվազն 1.5 տարի անց 2026 թվականի երկրորդ կեսին։ Ինչ սպասես ստող կրակելու սպառնալիքը օդում կախած քեզ չվստահող հարևանից, որ վերջնագրեր է դնում խաղաղության սեղանին։ Կստորագրի, թե ոչ, հարցը մեկ պատասխան ունի։ Չեն փոխվել բռնապետի առավելապաշտական երազանքները։ Ավրորա մարդասիրական մրցանակի 2017 թվականի դափնեկիր Թոմ Քաթինան կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանին եւ մյուս հայգերիներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ռուբեն Վարդանյանին, գիտեն, որ նրան առաջադրված մեղադրանքները բացարձակապես կեղծ են եւ ծիծաղելի, ասել է հայտնի բժիշկը։ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Նրան ընդունել է Իլհամ Ալիևը։ Հիշեցնենք, որ ըստ նախնական պայմանավորվածությամբ Մատվիենկոն հունիսի 5-ից 6-ը կժամանի Երևան։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայները իր առաջին պաշտոնական այցերը կկատարի Հայաստան ու Ադրբեջան։ Այս մասին հայտնել են Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունից։ Այցը տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 2-ը, իսկ Շտայնմայներին կուղեկցի կինը։ Հայաստան այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շտայնմայերը կմասնակցի նաև մի շարք մշակութային միջոցառումներին։
Սոցիալական մեդիայում տարածվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի դրվագ, որում նա իբր խոսում է թուրքերեն։ Փաստերի ստուգման հարթակը հատուկ գործիքի միջոցով պարզել է, որ սոցցանցերում տարածվող կարճ տեսանյութում վարչապետ Փաշինյանին վերագրվող թուրքերեն խոսքը, որում Փաշինյանը կարևորում է հայ-թուրքական երկխոսությունը, գեներացվել է արհեստական բանականության միջոցով։ Փաստացի այն դիփֆեյք է, եւ ընդհանրապես Փաշինյանն իր քաղաքական գործունեության ընթացքում երբևէ թուրքերենով հարցազրույցներ չի տվել, հրապարակային որևէ հայտարարություն չի արել, նշում է ՖԻՓ-ը։ Թեհրանը կպատասխանի ԱՄՆ նախագահին, երբ ավարտի նամակի վերլուծումը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մտադիր չէ հրապարակել նամակի բովանդակությունը, ընդգծելով, որ այն ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում հիմնականում շահարկումներ են։ Այդուհանդերձ նա հավելել է, որ նամակի ենթատեքստը չի տարբերվում ԱՄՆ նախագահի հրապարակայնորեն ասածից։ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքել եւ որ այդ մասին նամակ է ուղարկել Իրանի հոգեվոր առաջնորդին։ Ուղերձը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդականի միջոցով փոխանցվել է Իրանի արտաքին գործերի նախարարությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ եւ քննարկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին եւ Սիրիայում կայունության վերականգնման ուղղված ջանքերը։ Էրդողանը Թրամփին վստահեցրել է, որ Թուրքիան աջակցում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու նրա վճռական եւ ուղղակի նախաձեռնություններին, եւ Թուրքիան կշարունակի ձգտել արդար ու կայուն խաղաղության, ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը խոսել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները դադարեցնելու, Անկարայի եւ 16-երի գնման գործընթացն ավարտին հասցնելու եւ F-35 ծրագրին Թուրքիայի մասնակցությունը վերականգնելու անհրաժեշտության մասին։ Ցախ կենտրոնամետ շարժման համագումարում ուշագրավ հայտարարություն է արել ֆրանսիացի եվրոպատգամավոր Ռաֆայել Գլուքսմանը, խստորեն քննադատելով Դոնալդ Թրամփի Միացյալ Նահանգների քաղաքականության արմատական փոփոխությունը, նա հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է հետ վերցնի հանրահայտ ազատության արձանը, քանի որ Միացյալ Նահանգներն այլևս չի ներկայացնում այն արժեքները, որոնք խրախուսել էին Ֆրանսիային նվիրել արձանը։ Օգյուստ Բարտոլդի նախագծած ազատության արձանը ֆրանսիացի ժողովրդի նվերը Ամերիկային Նյու Յորքի նավահանգստում բացվել է 1886 թվականի հոկտեմբերի 28-ին Ամերիկայի անկախության հռչակագրի 100-ամյակի կապակցությամբ։ Բելգրադում բողոքի ցույցերի ժամանակ Սերբիայի ոստիկանությունը ըստ տեղեկությունների օգտագործել է հեռահար ակուստիկ զենք, որը սովորաբար անվանում են ձայնային զենք։ Լռության րոպեի ընթացքում հնչած զրնգուն ձայնը խուճապ ու վնասվածքներ է առաջացրել։ Ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված հայկական ավիաուղիներ ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այս մասին ասված է ավիաընկերության Facebook-յան էջում։ Բոլոր այն ուղևորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռքբերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը։ Նոր օդանավերի ձեռքբերումը կարևոր է ավիաընկերության զարգացման նոր ու հետաքրքիր ուղղությունների համար։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2021 թվականի հուլիսի 28-ի համար 56 հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկում առկա է շուրջ 542 անվանում դեղ։ Ուսումնասիրելով այդ ցանկը եւ համեմատելով Հայաստանի դեղերի գրանցման գրանցամատյանի հետ արձանագրվել է, որ հիմնական դեղերի ցանկի շուրջ 236 անվանում դեղերը գրանցված չեն Հայաստանում, այսինքն այդ 236 անվանում դեղերը առնվազն չեն շրջանառվում Հայաստանում։ Այս մասին հայտնել է Անկախ դեղատների ասոցիացիան։ Հասարակական տրանսպորտից օգտվելու եւ չվճարելու դեպքում 15-ից 18000 դրամի չափ տուգանքներին վերաբերող նախագծերի փաթեթը քննարկվել է նախարարական կոմիտեում։ Հանրային քննարկման սեղանին է։ Վարչական պատասխանատվության կենթարկվեն նաեւ արտոնություն ունեցողների քարտերով երթևեկողները։ Երկշաբաթյա ժամկետը կլրանա ուրեմն հաջորդ երկշաբթի օրը, եթե չեմ սխալվում, եւ ամփոփվելուց հետո կներկայացվի ազգային ժողով։ Քաղաքապետարանի հորդորն է տնտեսվարողներին եւ քաղաքացիներին շինարարական ցանկացած աշխատանք կատարելիս դիմել թույլտվություն ստանալ եւ հետո միայն իրականացնել գործողություններ։ Տնտեսվարողները որոշ դեպքերում մտածում են, որ մենք շաբաթ-կիրակի չենք աշխատում, բայց դա այդպես չի, եւ նման բարեկարգման աշխատանքները, այո, պահանջում են
համապատասխան թույլտվություններ, որոնք որ արդեն իսկ իրականացվում են էլեկտրոնային, բավականին բարձրացված տրամաբանությամբ։ Հունվար-փետրվար ամիսներին եւ մինչեւ մարտի կեսը վաճառվել է 17 միլիոն 743,372 տոմս, հասույթը 2 միլիարդ 538 միլիոն 946,350 դրամ է եղել։ Այդ 17 միլիոն 743,372-ը ներառում է բոլոր տեսակի տոմսերը, այդ թվում մեկանգամյա երթերը, մինչև 1 տարի ժամկետով տոմսերը։ Հրազդանի կիրճում հենապատը ոչ բարվոք վիճակում է, այդ հատվածում ջրերից լցվելուց հետո ասֆալտը քանդվում է։ Մենք այս պահին հիմնանորոգում ենք տեղանում, այսինքն լուծում ենք տալիս խողովակներով այդ ջուրը տեղափոխում ենք գետ։ Մենք երևի այս 2 օրը ու ընդհանուր այդ ամբողջ այդ հենապատի երկայնքով, որ կա այդ հեղեղատարը, դա ենք մաքրում ու վերականգնում ու կարծում եմ այս 2 օրը կչորանա, արդեն պարոն Թևոսյանի հետ խոսել ենք, այնտեղ այնց ամբողջովին ասֆալտ կանենք, էլի։ Այդ դեպքում նաև ասեք Բիձեքի գյուղում ինչ է կանում։ Այս պահին այդ հանրահայտ հատվածում ավարտվել է լողավազանի վերականգնումը, հանդերձարանի կառուցումը, ինչպես նաև այդ ներքևի հատվածի բարեկարգումը, շարունակվում է վերևի հատվածը, որտեղ մարզվում են, այդտեղ ընդհանուր բոլոր այդ մարզասարքերի վերանորոգումը արեցինք։ Երթևեկությունը կառավարելու համար ըստ քաղաքապետի այդ հատվածում նաև մասնակի ռետինե հատակներ լուսացույցեր են տեղադրվելու։ Ջավախցի падգամավոր Շիրակ Թորոսյանը մքեցված ապակիներով Վրաստանից Հայաստան մեքենաներով ուղևորների խնդրին է անդրադարձել։ Ջավախահայերն ու Վրաստանի քաղաքացիներն են դիմել падգամավոր Թորոսյանին դժգոհել մքեցված ապակիներով մեքենաներով Հայաստան մտնելիս նրանց տուգանում են։ Շիրակ Թորոսյանն առաջարկում է, որ այն ժամանակահատվածում, որի ընթացքում Հայաստանում կլինեն ջավախահայերը, նաև Վրաստանի մյուս քաղաքացիները տուգանքներ չկիրառել։ Վրաստանի քաղաքացին տուրիստը մտնում է Հայաստան, մաքսակետից դուրս է գալիս եւ հաջորդ պահին մեր բարեկը նրան տուգանում է մեկեցված ապակիների համար։ Նրանց հնարավորություն տանք ինչ որ ժամկետ, 1 շաբաթ, 2 շաբաթ, չգիտեմ, որ իրավունք ունենա ժամկետում Հայաստանում գտնվելու։ Ամեն դեպքում կքննարկենք, բայց չեմ կարող նաեւ չնշել, որ գործող կարգավորումներով Հայաստանի Հանրապետությունը պետք է մեր օրենքները գործեն։ Հաջորդ խնդիրը վերաբերում էր էլեկտրական մեքենաների քվոտաներին։ ԿՊԱ-ական падգամավորը հայտնեց, թե դրանց մի հատվածի վաճառքի հնարավորությունը տրվել է դիլերներին, մյուսը մասնավորներին, եւ ստացվել է այնպես, որ դիլերները մեքենաների պատվերներ ունենալու դեպքում դրանք ֆիզիկական անձանց անուններով են ներկրել Հայաստան։ Այսինքն դիլերը ոչ թե օֆիցիալ ներկրում արել, այլ ֆիզանձը, որ դիլերի մեքենայի պատվեր է տվել, հետո այդ մեքենան ձևակերպել են ֆիզանձի անունով եւ հետեւաբար դիլերների քվոտան չի պակասել։ Էկոնոմիկայի նախարարությունում տեղյակ են արդյոք այս մասին падգամավորները հարցրեցին էկոնոմիկայի նախարարին, ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Պապոյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որոնց համաձայն քվոտավորված ոչ թե 5000 մեքենաներ են եղել, այլ ըստ նախարարի խոսքը 3914 մեքենայի մասին է։ Այդքան էլ այդպիսի դեպքեր տենց եթե կանել հազվադեպ են ու եթե հիմա մենք ուսումնասիրում ենք, եթե այդպիսի դեպքեր լինենք, այդ ընկերություններին մենք կզրկենք լիցենզիաներից։ Իրականում 5000 չի եղել, այդ 5000 մեքենաներից 1086-ը արդեն իսկ 24 թվականի դեկտեմբերին եղած եւ այսինքն տեղափոխվածներն են։ Փաստացի 3914 մեքենայի մասին է խոսքը։ Դեպի ԵԱՏՄ թե ԵՄ շուկա, հարցրին էկոնոմիկայի նախարարին։ Պապոյանը արձանագրեց, Հայաստանի կառավարությունը կողմ է դիվերսիֆիկացմանը եւ դա ըստ նրա չի նշանակում, որ Հայաստանը դեմ է ԵԱՏՄ-ին։ Կա թյուր կարծիք, թե ԵԱՏՄ ստանդարտները ավելի ցածր ստանդարտներ են, քան Եվրոպական միության ստանդարտները։ Բացարձակապես այդպես չի։ ԵԱՏՄ-ում շատ բարձր ու շատ բարդ ստանդարտներ են դրված, եւ դա շատ նորմալ ու տրամաբանական է, եւ դա արվել է առաջին հերթին ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մրցունակությունը ապահովելու նպատակով։ Բարձր որակ ենք արտադրում, բայց դեռ չեն կարողանում բարձր որակի շատ մեծ արտադրանք թողարկել, այսինքն մեր արտադրողականությունը դեռևս բավարար բարձր մակարդակի վրա չի, տեխնիկական հագեցվածությունը, մասնագիտական որակավորման պակաս ունեն։ Հայաստանին գնողունակ շուկա է անհրաժեշտ, ասում է նախարարը, այդ առումով ըստ նրա եվրոպական շուկան ավելի գնողունակ է, իսկ եվրոպական շուկայից օգտվելու համար Հայաստանն առաջին հերթին պետք է արտադրի բարձր որակի մրցունակ ապրանք։
Հանրապետությունում ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ է ներդրվում, այն առաջինը գործարկվելու է Սյունիքի եւ Կոտայքի մարզերում։ Փոխվել է ոչ միայն գործընթացը, այլև բանաձևը։ Գործընթացն արդեն սկսված է, Կապանում դիմումատու կա։ Ամենաառաջին բանը, որ կզգա ընտանիքը, դիմող ընտանիքը նախ եւ առաջ այս process-ում կզգա, որ այլևս ստիպված չէ բազմաթիվ թղթեր բերել, իր տվյալները, որոնք հասանելի են տարբեր պետական շտեմարաններով, դրանք արդեն իսկ ստացվում են ինքնաշխատ եղանակով թվային համակարգի միջոցով։ Այս պարագայում քաղաքացին միասնական սոցիալական ծառայության գրասենյակ այցելելու անհրաժեշտություն ունենում է միայն գործընթացի վերջում, ընտանիքի բոլոր անդամները պետք է իրենց ստորագրությամբ թերթիկ ներկայացնեն։ Սա խիստ նույնականացման կարևոր հարցն է լուծում։ Մեկ համակարգի մեջ են ներառված 29 տարբեր շտեմարաններ, ոչինչ թաքցնել հնարավոր չէ։ Այս հարթակի առավելությունը կար նրանում, որ նախկինում տվյալների հավաքագրումից հետո միայն հնարավոր էր փաստացի ստուգել տեղեկատվությունը քաղաքացիների մասին, որը 1 ամիս էր տևում։ Տվյալ դեպքում մենք ունենք երկփուլ տվյալների ստուգման հնարավորություն եւ այս ընթացքում ուղիղ շտեմարաններից տվյալների ստուգումը իրականացվում է։ Այսինքն քաղաքացին արդեն միանգամից հասկանում է ինքը հաջորդ փուլ կանցնի թե ոչ եւ կստանա արդյոք թե ոչ։ Նոր համակարգով կլուծվի հասցեականության խնդիրը, աջակցությունից կօգտվեն միայն այն ընտանիքները, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը։ Տարածքային կենտրոնի աշխատակիցներն էլ հնարավորություն կստանան կատարելու իրենց բուն գործառույթը։ Հիմա մեր սոցաշխատողները կլինեն ազատ, ամբողջությամբ, ամբողջ օրը եւ աշխատաժամանակը նվիրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին դեպք վարել եւ դեպքի վարման շրջանակում մատուցել նրանց ծառայություններ, այդ թվում նպաստը, որպես ծառայության տեսակ։ Համակարգը պիլոտային է, հնարավոր են հարցեր ու որոշակի խնդիրներ, բայց ծրագրի պատասխանատուները նշում են, համակարգի փոփոխությունը բխում է առաջին հերթին հենց քաղաքացիների շահերից։ Մյուս մարզերում եւս համակարգի ներդրումը չի ուշանա։ Գոյաջրերով շրջապատված այս շենքը մայրաքաղաքում է, ավելի կոնկրետ Միքայելյան 70 հասցեն է։ Բնակիչները մի կողմից անցուդարձ անել չեն կարողանում, մյուս կողմից գաշահոտն ամենուր է։ Մեր մուտքային կողմից համայրը լցվում է ակնիկն է։ Դրան դուրս չեն կարողանում մտնենք։ Քաղաքացիներն ասում են, նույնիսկ երեխաները բակ իջնել չեն կարողանում։ Ջերմաստիճանի բարձրացմանն էլ զուգահեռ ավելանում է նաև գարշահոտը։ Պատուհան նույնպես չեն կարողանում բացել։ Բնակիչները նշում էին, որ մի քանի օր, 2 օր է անընդհատ ահազանգում են Երևանի քաղաքապետարանի թեժգից, Մալացիայի թաղապետարան, Վիոլա ջուր, սակայն սա էլ տեղից չի շարժվում։ Մեկը ոչ մեկն է չեն եկել։ Թաղապետարանը լեզլի զանգել եմ, այնտեղ էլ բանա չեն է վերցնում սկի։ Երկու հատ համար կա մոտս, բայց ոչ մեկն է չեն վերցնում։ Երևանցիներն ասում են, առնվազն 3 պատասխանատու կա, որ կարճ ժամանակում կարող էին խնդիրը լուծել։ Քաղաքային իշխանությունն է, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն ու Վեոլիա ջուր ընկերությունը։ Մի քանի օր է բնակիչների զանգերը մնում են անպատասխան։ Մարտի 15-ին մայրաքաղաքում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրը Սարիթաղի 6-րդ փողոցի 28 տամբակն էր, 1 զոհ եւ 1 վիրավոր կա։ Տարածքը ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներն են սահմանազատել։ Հայտնաբերել են կրակված փամփուշտի գնդակ, շատ առնանման հետքեր, հողաթափեր ու այլ իրեր։ Տեղում էին ՆԳՆ փոխոստիկանապետն ու Երևանի քրեական ոստիկանության վարչության պետը։ Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարտի 17-ին 25-ամյա Աշոտը Մերսեդեսով Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս բախվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն առաջընթացել, բախվել քարե պատնեշներին, ամբողջությամբ հայտնվել երթևեկելի գոտում։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Տեղեկություններով դեպքի վայրում մի քանի երիտասարդներ իրենց պահել են լկտի, ինչի համար պարեկները, հետո նրանց միացած համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները մի քանի օգու տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։
Մարտի 14-ին Աբովյան ձորախբյուր ճանապարհին բախվել են ջիպ Կոմպասը եւ գազ 3110-ը։ Երկու հոգի տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են ասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Վթարի մասին բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական Նույն օրը Ալափարս եւ Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են 66-ամյա Ռուբիկի Մերսեդեսը, 27-ամյա Սևակի Volkswagen-ը եւ 61-ամյա Էդվարդի Opel Zafira-ն։ Երկու հոգի տեղափոխվել են Չարենցավան բժշկական կենտրոն, որտեղից նրանցից մեկին ռեանիմոբիլով են տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը։ Իդեպ վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Չարենցավան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Իսկ Եղվարդ նոր գեղի ճանապարհին բախվել են 50-ամյա Սերգեյի Պեժոն եւ 30-ամյա Վոլոդիայի VAZ-2109-ը։ Վերջինը շրջվել է։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Եվ մարտի 14-ին Եղվարդ Աբովյան ճանապարհին ջերմոցների հատվածում խոտածածկ տարածք է այրվել։ Կրակի տարածման դեմ պայքարել են ջերմոցային տնտեսության աշխատակիցները, հետո արդեն Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներն են մարել կրակը։ Ժամանել են նաև ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։